Բարի լույս։ Սիրելիներ, մի հետաքրքիր դրվագ կա այսօրվա ընթերցումներից Եսայի մարգարեության 45-րդ գլխում, որ ուզում եմ ձեզ համար ընթերցել։ Այսպես է ասում Տեր Աստված իր օձյալ Կյուրոսին. Ես բռնեցի քո աջ ձեռքը, որբիսի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագավորների զորությունը, բացեմ քո առաջ դռները եւ քաղաքները չփակվեն։ Ես կընթանամ քո առջևից, կհարթեցնեմ լեռները, կխորտակեմ պղնձե դռները եւ կփշրեմ երկաթե նիգերը։ Այո, այս պատկամը Եսայի մարգարեի բերանով Տերը տալիս է Կյուրոս թագավորին։ Այն թագավորին, ով հնազանդության ուխտ էր արել Տիրոջը, ով ենթարկվում էր Տիրոջը, ով ճանաչում էր Տիրոջը։ Սակայն մի բա եկեք վերանանք թագավորի կարգավիճակից եւ վերանանք նաեւ այն ուղագի պատկամից, որ կա Եսայի մարգարեության մեջ, եւ փորձենք այս պատկամը վերագրել նաեւ մեզ, ինքներս մեզ յուրաքանչյուր մեկիս։ Չնայած որ մենք թագավոր չենք, բայց Տերը եթե թագավորին է առաջնորդում այս մեծ ընթացքի մեջ, յուրաքանչյուր մեկիս է առաջնորդում։ Այո, մեր առաջնորդը Տերն է։ Լինում են կյանքում պահեր, երբ կարծում ենք, որ այլևս առաջ ընթանալու հնարավորություն չկա։ Սահմանափակված ենք, հնարավորությունները սուղ են, անգամ չկա հնարավորություն։ Մենք այլևս փակուղու մեջ ենք։ Եվ այստեղ Եսայի մարգարեության 45-րդ գլխի այս համարը գալիս է մեզ օգնելու։ Ես կընթանամ քո առջևից, կհարթեցնեմ լեռները, կխորտակեմ պղնձե դռները եւ կփշրեմ երկաթե նիգերը, ասում է Տերը։ Ուրեմն սիրելիներս, երբ մենք ապավինում ենք Տիրոջը, անգամ լեռներն ու երկաթե դռները մեզ չեն կարող խոչընդոտ լինել Տիրոջ կամքը կատարելու, Տիրոջը հաճելի լինելու եւ բարություն հաստատելու։ Այս իմաստով յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հասկանա, որ իր կյանքում որքան էլ փակուղի լինի, եթե ինքը Տիրոջ հետ է եւ Տերը կամենում է, որ այդ ընթացքը լինի, ապա որևէ լեռ, որևէ դուռ չի կարող կանգնել իր դիմաց կամ փակ լինել իր առջև։ Ուրեմն այսօրվա հոգևոր նախաճաշով մաղթում եմ, որ յուրաքանչյուր մեկդ ապավինեք ձեր ընթացքը Տիրոջը։ Անշուշտ ճշտելուց հետո, թե շիտակ է ընթացքը, թե չէ, հասկանալուց հետո, թե որքանով է Տիրոջ կամքը արտահայտվում իմ ճանապարհի մեջ, եթե բարի է իմ մտադրությունը, եթե կեղծավորություն չկա, եթե վախ, երկյուղ չկա այնտեղ, եթե չկա նենգություն, ապա այդ ընթացքը Աստծո կողմից օրհնված է։ Իսկ օրհնված ընթացքը որքան էլ խանգարվի, որքան էլ փորձվի այն սահմանափակել, Տերն է իմ առաջնորդը։ Ես իր ետևից եմ գնում։ Ուրեմն քայլենք Տիրոջ ետևից այն ճանապարհներով, որ հաճելի է Աստծուն։ Եվ բոլոր խոչընդոտները թողնենք Տիրոջը։ Նա կհարտեցնի մեր ճանապարհը, ինչպես այսօրվա պատկամը Եսայի մարգարեության մեջ։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։